Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է փետրվարի 11-ի համար։ Երկու բառ ասեմ եւ անցնենք առաջ։ Շատերն են ինձ գրում Facebook-ում, admin-ին են գրում եւ այլն։ Գրում են, որ ինչու՞ չեք բացում օրինակ մեկնաբանությունները, մարդիկ ուզում են շնորհակալություն հայտնել իրենց ձեր կատարած աշխատանքի համար եւ այլն, նմանատիպ հարցեր։ Ինչու է փակ մեկնաբանությունները, որովհետև բացի այն, որ մարդիկ իհարկե շնորհակալություն են հայտնում, որի համար շատ շնորհակալ եմ, գիտեմ ով ինչ է գրում, նաև գրում են վատ մեկնաբանությունները։ Հիմա դուք կասեք էլի բանի տեղ մի դիր, սա, բայց դա դուք կողքից եք տեսնում։ Երբ որ ձեզ անձամբ անվանական անընդհատ կվիրավորեն, ինձ թվում է դուք եւս 1-2 չեք դիմանա։ Դա ոչ ոք չի դիմանա։ Եվ ինձ համար շնորհակալությունը բառերով չի լինում։ Ես չեմ ընդունում բառերով շնորհակալությունը։ Ես ուրիշ կերպ եմ նայում ընդհանրապես, ովքեր որ շնորհակալություն են հայտնում բառերով։ Եթե շնորհակալություն եք ուզում հայտնել, լայքեք, որպեսզի ես հետո ավելի շատ ցանկություն ունենամ տեսանյութերը ավելի շատացնելու, ավելի շատ անելու, յուրահատուկ բաներ անելու, ոչ թե միայն շնորհակալություն, մեկ էլ ինչքան էլ որ ես չեմ մտնում admin-ն է, ես անիմաստ admin-ին գումար եմ տալիս պատասխանելու համար, սրան պատասխանելու, նրան պատասխանելու համար, ինչու։ Եվ ես բացի դա էլ հետո արդեն հետաքրքրություն է շատանում, թե տեսնեմ ով ինչ է գրել, որովհետև երբ որ հեռախոսի մեջ տեսանյութերը ես եմ տեղադրում եւ մնում է այդ ալիքում, այդ ալիքի գրառումները, մեկնաբանությունները անձամբ հեռախոսից վերևում գալիս են, ով ինչ է գրել։ Եվ ես եմ ավելի շատ տեսնում այդ վատ մեկնաբանությունները։ Եվ իդեպ ես չգիտեմ ում վրա ինչպես է դա անդրադառնում, միգուցե չեք նայում, միգուցե չեք հետաքրքրվում, միգուցե դուք ձերը գրում եք, հետո դուրս եք գալիս, դա ինձ վրա բավականին շատ է հետք թողում։ Ես մոտիվացիաս կորցնում եմ ձեզ համար որևէ տեսանյութ անելու համար։ Հաջորդ տեսանյութը չեմ ուզում անել։ Օրինակ այսօր եմ կարդացել 2026 թվականի ֆինանսները դեռ այսօր փետրվարն ենք, բայց նա արդեն ասում է, որ անիմաստ է, ինչ որ չգիտեմ, կատարողականություն, ես իմի չգիտեմ ինչ որ բաներ գրել այնտեղ, իբր թե դեռ չկատարվող բան է։ Այսինքն դեռ փետրվարն ենք, ինք արդեն 2026 թվականի Նաստրադամուսի ունակությունները մեջտեղ է բերել եւ գրել է։ Ինչու կարդամ դա, ինչու նյարդայնանամ, ինչու կյանքս անիմաստ կյանքիս նյարդային բջիջները գնան, դրանք չեն վերականգնվում։ Անիմաստ են դրանք ամեն ինչը։ Եթե ուզում եք շնորհակալ լինել ինձ, իմ աշխատանքի համար, լայքեք, թող տեսանյութերը առաջ գնա, ոչ թե մնանք այս 3000 քանի հարյուրի մեջ, այլ լայքեք, թող առաջ գնա տեսանյութերը։ Դա է ձեր շնորհակալությունը ինձ պետք չի գրավոր ես կարդամ, շնորհակալ եմ, ինձ ոչինչ պետք չի, ոչինչ։ Այդ ձեր ժամանակը, այդ գրառման ժամանակը տվեք լայքին, լայքեք, դա ինձ համար մեջ շնորհակալություն կլինի, իմ աշխատանքը կգնահատվի եւ ավելի շատ մարդիկ կիմանան, քան այն մարդիկ, ովքեր որ նայում են ընդհանրապես։ Մեկնաբանությունները չեն բացվելու այլևս, որովհետև եթե տեսնում եք Facebook-ում եւս մեկնաբանությունները փակ են շատ դեպքերում։ Որովհետև այդպես է պետք, որովհետև յուրաքանչյուր տեղում յուրաքանչյուր բացասական մեկնաբանություն ամիջապես ազդում է ինձ վրա։ Դուք մի մտածեք, վայ, սա դա դուք եք, դա ես չեմ, եկեք այսպես, ամեն մեկը իր դիրքն ունի, ամեն մեկը իր ձևն ունի նեղվելու կամ չնեղվելու։ Եթե ուզում եք, տեղով ձեր քիչ դիտումների պատճառով մոտիվացիաս ընկնում է դեռ քիչ է, մի բան էլ եւս էլի մեկնաբանություն կարդամ, այն որ կրակի վրա կրակ ու վերջում բենզին։ Ես կաշխատեմ արդյոք ձեզ համար, իհարկե ոչ։ Ամեն ինչը դրա համար չափի մեջ է, գեղեցիկ։ Իմ սիրած բառն է, յուրաքանչյուր բան չափի մեջ է գեղեցիկ։ Դրա համար ես իմ չափը գիտեմ, փակել եմ, չեմ ուզում կարդալ, ոչինչ չեմ ուզում։ Ես անում եմ դա ձեզ համար, դուք լսում եք, լայքում եք, չէ, թե հիմա տակը շնորհակալություն կգրեք, հաստատ մի 10 հոգի շնորհակալություն կգրեն, մի հոգի մի հատ, չգիտես որ ծակից դուրս եկած մի հատ ախմախ մի բան կգրի,
ու կհարամի ձեր բոլորի շնորհակալությունը։ Ինչու անիմաստ է, ես անիմաստ եմ համարում ընդհանրապես մեկնաբանությունները բաց թողնելը։ Ոչ ինձ եկամուտ է բերում, ոչ առաջ է գցում իմ YouTube-յան տեսանյութերը, ոչ մի բան առաջ չի անում։ Այնպես որ դա ոչ մի բանի հետ կապ չունի, ուղղակի ես փակել եմ։ Այսքանը։ Յուրաքանչյուր ալիքում ինչ որ բաներ, անգամ աստղաբանություն ալիքում գրել եմ, ովքեր որ մեծ են տարիքով 89 թվին, դուք չեք հիշում դες այդ ինչ է կատարվել այդ թվականներին։ Ասել եմ գրեք, անգամ դրան եմ սպասում, որ ինչ որ մեկը ինչ որ մի փոփոխություն կարող է գրել, թե իր հետ ինչ է սպասվում, ինչ է կատարվել այդ ժամանակ, անգամ դա եւս չեմ տեսել։ Դրա համար անիմաստ է բաց թողնելը ընդհանրապես մեկնաբանությունները։ Ինձ համար այդպես է։ Ես միշտ մտածում եմ մեկնաբանություններն են առաջ տանում տեսանյութերը, այսինքն դուք գրում եք այդ տեսանյութը ավելի առաջ գնում, բայց ոչ, սա Facebook-ը չէ, սա ծրագրավորված սիստեմա է եւ այս սիստեման միայն իր հետ կապված լայքերի, հա, մեկնաբանությունները ուղղակի ոնց որ ինձ օգնում են, այսինքն ինչ որ մարդկանց են օգնում, որ մտնեն տեսնեն, վայ ինչ են գրել, վայ շնորհակալություն են հայտնել, թե ինչ են արել, ինչ կարծիք ունեն այս մասնագետի հետ կապված, մեկնաբանությունները միայն դա են։ Իսկ ովքեր որ նոր են գալիս, արդեն իրանք 1-2 կհասկանան ուր են ընկել եւ կատարվում է արդյոք իրենց հետ էս կանխատեսումը թե ոչ, հա, կցանկանան մնալ, եթե ոչ, ամեն ինչը քիչ-քիչ է լինում, լայքերն էլ նույնպես։ Հիմա միևնույնն է այդ մարդիկ, որ նոր են եկել, հաստատ շնորհակալություն չեն հայտնելու։ Այսքանը, հա, եւ իմ եւ ձեր նյարդերը չխանգարվելու եւ իմ եւ ձեր անդորը չքայքայելու պատճառով, որտեղ յուրաքանչյուր բացասական բառ մեր բոլորիս վրա է ազդում։ Կամ միգուցե մտնում եք, մինչև գրելը տեսնում եք, մեկը ես իմ ինչա գրել, անիմաստ մի բան։ Իրան դրելա, չգիտեմ, Lady Gaga-ի տեղը, ես ինչ ասես հնարավոր է, հա, այս մարդիկ հիմա այնքան են ծուռ, որ չես հասկանա ինչ կարող են գրել եւ ինչի համար։ Եթե ուզում եք մոտիվացիաս կորցնեմ, միևնույն է շնորհակալությունները ինձ չեն մոտիվացնում, մոտիվացիաս կկորցնեմ հենց այդ բացասական մեկնաբանությունների պատճառով։ Միայն դա։ Այսքանը հուսով եմ այլևս այդ հարցերը չեն հնչի, թե ինչու է փակ կամ ընդհանրապես բացեք, թող մարդիկ իրենց կարծիքը հայտնեն, հա, Այսքան այս թեմայի վերաբերյալ, իսկ հիմա գնանք կանխատեսումը փետրվարի 11-ի համար, բոլոր ամսվա ծնված նշանների համար։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին փետրվարի 11-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը սուտ կա, գուցե նաև սուտի պատճառով ինչ-որ գործեր չեք հասցնում ավարտել, նաև ինչ-որ բան ցավ է տալիս, միգուցե հենց դա է, սուտ է, որը ցավ է տալիս, սուտը նաև կարող է կապված լինել նաև ժամի հետ, ժամ են պայմանավորվել, բայց չկան, այդպես, ամենայն դեպս, հա, կարող ասել են այս ժամին կլինի և դրա պատճառով այդ դուք չեք կարողանում ձեր գործերը անեք ավարտեք, նաև այդ օրը հրավեր կստանաք որևիցե առիթի կամ դուք եք մարդկանց հրավիրելու
Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին փետրվարի 11-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը որևիցե առիթ կարող եք կազմակերպել կամ ձեզ կարող են հրավիրել որևիցե առիթի, ժամ կպայմանավորվեք կամ արդեն իսկ պայմանավորվել եք ուշադիր եղեք որ չուշանաք։ Ինչ որ բան է ձեզ այստեղ ցավ տալիս, բայց չեք տխրում։ Նաև պետական հիմնարկության հետ կապված որևիցե հարցեր ունեք, բժշկական կենտրոն, ուսումնական կենտրոն եւ այլն, նաև գործնական հանդիպում, գործնական խոսակցություն որևիցե մարդու հետ։ Այդ օրը գործերը չեք հասցնում ավարտել, գուցե դա է ձեզ ցավ տալիս, որ չի լինում ավարտել, չի լինում վերջացնել այդ process-ը։ Եվ երեխաների հետ կապված այստեղ իրադարձությունը սեղանի շուրջ եք նստելու, միգուցե դա է, ինչ որ առիթ է։ Կամ թորներն են գալու, երեխաներն են գալու, այդպես իրար հետ բոլորով մեկտեղ նստեք սեղանի շուրջ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներ։ Ինչ է սպասվում եկվորյակներին փետրվարի 11-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը երեխաների հետ կապված որևիցե իրադարձություններ ունեք, ծնունդ է, կնունք է եւ այլն, հա, կարող թորներն են գալիս, երեխաներն են գալիս կամ իմանում եք հղիության կամ ծննդաբերության մասին։ Որևէ տհաճ պահեր կան այդ օրը, տհաճ ինչ որ իրավիճակ է, նաեւ ինչ որ մեկից կամ ինչ որ բանից կարող եք հեռանալ, կարող եք նաեւ բաժանվել, այսպես։ Եվ օծեր կան, բամբասանք, չար խոսակցություններ, չար լեզուներ,
նաև այդպիսի վերաբերմունք ձեր նկատմամբ եւ այդ օրը կամ գումարի մասին եք խոսելու կամ գումար կծախսեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին փետրվարի 11-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը որևիցե նամակ կարող ստանալ փաստաթուղթ, փաթեթ, որևիցե ինչ-որ մեկի հետ կարող նամակը գրական կապի մեջ լինի, ինչ-որ բաներ ստորագրեք։ Նաև հույսով լցված եք, հույս նետել եք ինչ-որ մեկի վրա կամ ինչ-որ բանի վրա, եւ նաև ինչ-որ մի բաներ ձեզ երջանկացնում է այդ օրվա ընթացքում։ Ինչ-որ մի բան տեղի կունենա, միգուցե նամակն է, միգուցե ինչ-որ բան է, կարևոր փաստաթուղթ է ձեզ համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առյուծների։ Ինչ է սպասվում առյուծներին փետրվարի 11-ին։ Հարգելի առյուծներ, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, նաև պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, բժշկական կենտրոն, ուսումնական կենտրոն եւ այլ յուրաքանչյուր պետական հիմնարկություն, ինչ-որ բան է ձեզ հիասթափեցնում կամ ինչ-որ մեկից եք հիասթափվում կամ ինչ-որ բան է ձեզ տխրեցնում, հանդիպում եւ շփում ունեք ձեր ընկերոջ հետ, նաև այստեղ ոմանք աշխատանքի կընդունվեն, ոմանք աշխատանքի հետ կապված ինչ-որ բաներ կարող են խոսել, նաև դա կարող է լինել հարցազրույց, հանդիպում պետական աշխատողի հետ։ Այդ օրը ձեզ առիթի կհրավիրեն կամ դուք առիթի կհրավիրեք, այստեղ սեղանի շուրջ եք նստելու, կարող է ձերն է առիթը։ Եվ օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, որը ինչպես կանեք, ընդհանրապես ամեն ինչն է այդ օրը ձեզանից կախված։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին փետրվարի 11-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը ինչ-որ հարցերին լուծում կտաք, կավարտեք, կվերջացնեք այդ հարցերը։ Նաև պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, որոնք որ պետք է ևս լուծեք, դա կարող է լինել բժշկական կենտրոն, ուսումնական կենտրոն եւ այլ հիմնարկություններ։ Եվ օցեր կան այդ օրը բամբասանք, խոսակցություն, հնարավոր է այդ պետական հիմնարկությունում է, հնարավոր է նաև աշխատանքի վայրում է, ամենայն դեպս դրանք բամբասանքներ են, դրանք չար խոսակցություններ են, նախանձություն է։ Եվ հեռախոսազանգ կունենաք այդ օրը կամ դուք եք զանգահարելու, ոմանք կարող են գնալ հարցազրույցի կամ աշխատանքի վայրից կարող են զանգահարել, գնաք ընդունվեք աշխատանքի կամ նաև պետական աշխատողի հետ հանդիպում, սա կարող է լինել։ Եվ բիզնեսը աշխատանքը դերեն ինչ-որ անում եք, հա, դուք դա կարող եք ուղղակի դրանով զբաղվել առաջ մղել։ Եվ ոչը հնարավորություն է այդ օրը ձեր ձեռքից բաց թողնելու, շատ պետք է լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին փետրվարի 11-ին։ Հարգելի կշարքներ, այստեղ հուզվում եք, կարող է ձեր հարազատ մարդկանց եք տեսնում, դրա համար եք հուզվում։ Նաև կարող է սիրո խոստովանություն եք անելու, դա է հուզման պատճառը, կամ դες են սիրո խոստովանություն անում, այդ պահին եք հուզվում, միգուցե արտասվում եք։ Որից հետո հաճ պահեր կան,
օրվա ընթացքում նաև օրվա ընթացքում կապարկել հանգստանալ ոմանց համար սա ինտիմ հարաբերությունները, հանդիպում կամ շփում ձեզ համար մտերիմ անձնավորության հետ եւ եթե խոսակցությունը ինտիմ հարաբերությունների եւ մտերմության հավատարմության մասին լինի, ապա այստեղ ցույց է տալիս, որ հավատարիմ է այդ մարդը ձեզ։ Նաև ունեք սիրային գաղտնի սիրավեպ, սա լինի թե եռանկյուն հարաբերություններ, թե ուղղակի։ Օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, հատկապես օձերի հետ կապված, թե իրենց ինչպես կպատասխանեք, թե ընդհանրապես կպատասխանեք, թե ոչ, ինչպես կարձագանք եք ընդհանրապես։ Եվ այն գործերը, որոնք որ մնացել են, այդպես հաջողությամբ կավարտեք, հաջողությամբ ձեր օգտին է դա, հա, ավարտում ինչ-որ մի բան լավ է լինելու։ Կկարողանաք ի վերջո այդ հարցին լուծում տալ այն հարցերը, որոնք որ մնացել են եւ ի օգուտ ձեզ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին փետրվարի 11-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը ինչ-որ բան է ձեզ տխրեցնում, ինչ-որ բան է ձեզ հիասթափեցնում կամ ինչ-որ մեկից կարող եք հիասթափվել նաև։ Գաղտնիք է բացահայտվում, ոմանց մոտ դա սիրո խոստովանություն կարող է լինել, ոմանց մոտ սիրելիներից ոչ է գաղտնիք բացահայտվի։ Նաև ոմանք շատ սիրված կզգան իրենց, կարող է այդ գաղտնիքը ձեզ շատ է դուր գալիս, հա, դրա համար ձեզ սիրված եք զգում։ Ամենայն դեպս սիրո խոստովանություն է այստեղ, սիրային թեմա է, ձեր հարազատների շրջապատում եք լինելու, ձեզ լավ եք զգալու, հա, իրենց ներկայությամբ։ Նաև ձեր ցանկությունները կիրականանան, հույսով լցված եք, հույսով սպասում եք ինչ-որ մի բանի, որևիցե հարցին վերջնական լուծում կտաք, վերջնական նաև որոշում կկայացնեք եւ նվեր կամ դուք եք գնելու կամ նաև ձեզ կարող են նվիրել ինչ-որ մի բան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին փետրվարի 11-ին։
Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ոչ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվեն, նաեւ դա կարող է նոր սկսել այդ իրադարձությունները կամ նաեւ դա ավարտվում է։ Ոմանք ունեն սիրային ժամադրություն, ոմանք պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ, ժամ կարող եք պայմանավորվել, ուշադիր եղեք, որ չուշանաք, նաև կարող է նոր եք պայմանավորվում, հա, կամ նաև արդեն իսկ պայմանավորվել եք։ Եվ այդ օրը նաև կամ օրվա ընթացքում կցանկանաք պարկել հանգստանալ, նաև դա կարող է լինել ինտիմ հարաբերություններ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին փետրվարի 11-ին։ Հարգելի աջեղջյուրներ, այդ օրը նվեր կարող եք ստանալ կամ ինչ-որ մեկի համար նվեր պատրաստեք, նաև ոմանք իրենց սիրելիի հետ ժամանակ կանցկացնեն, երկար ժամանակ կմնաք իրար հետ, ոմանք նաև այստեղ կարող է ձեր սիրելի մարդկանց հետ եք հանդիպում, հա, ձեր հարազատների հետ եք հանդիպում եւ իրենց հետ եք բավականին երկար ժամանակ մնալու, հա, այդպես եւ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ է իրենց հետ կապված եւ սիրելի եւ ձեր սիրելի մարդկանց քայլանելուց առաջ երկար մտածեք, նոր հետո ինչ-որ մի քայլ արեք։ Եվ հույսով լցված եք, հույսնետել եք ինչ-որ մեկի վրա կամ ինչ-որ բանի վրա կամ այստեղ սպասում եք, միգուցե հույսով սպասում եք, որ կգա, նաև այստեղ ունեք հանդիպում կամ շփում ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ, միգուցե նաև դա է, հա, մտածում եք ոնց որ հույսով եք, որ կգա, հույսով եք, որ կհանդիպեք, այդպես կխոսեք կամ հույսնետել եք իր վրա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին փետրվարի 11-ին։
Հարգելի ջրհոսներ, այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, նաև ինչ-որ մեկ էլ կարող վիճել, ինչ-որ բանի համար, կամ նաև սա տուն եք մաքրում, որովիցե գործունեությամբ կզբաղվեք, նաև այստեղ հնարավոր է կամ տատանվում եք ինչ-որ մեկի հետ այն դիմ հարաբերությունների համար, ու միգուցե բարկացեք, մտածում եք, այդպես տատանվում եք, ծանրութեթև եք անում, նաև դա կարող է լինել, մտածում եք հիմա քնեք, թե դեռ ոչ, դեռ մի փոքր էլ նստեք, այդպես նման տիպ պահեր են։ Եվ ոմանք ունեն սիրային ժամադրություն, ոմանք նաև ունեն պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ եւ հանդիպեք իրենց հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին փետրվարի 11-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը ոչ տհաճ պահեր կան ձեզ մոտ, նաև հանդիպում կամ շփում ունակ ձեր ընկերոջ հետ, ոչ հարցում հաղթանակած դուրս կգաք, ինչ-որ մի բան ձեր օգտին կավարտվի, ինչ-որ մի բան կկարողանաք վերջնական, ինչ-որ լուծել, և տան հետ կապված հարցեր են, գուցե տան վարձ պետք է տաք, տան վարձերը պետք է տաք, լույս, ջուր, նաև կարող է առիթ է կամ ձեր տանը, կամ պետք է գնաք այդ առիթին, նաև դա կարող եք տան իրերը տեղափոխել, հյուրեր ունենալ, դուք գնաք հյուր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։